Այսօր Երևանի Պետական Համալսարանի Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում տոնական օր է։ Տեղի ունենալու կենտրոնի մագիստրատուրայի կրթության կազմակերպում, դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա և ուսուցչական առաջնորդություն 3 կրթական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանդիսավոր հանձնման արարողությունը։ Այս ծրագիրը վարչական կադրեր է պատրաստում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների համար։ Ուսուցչական առաջնորդություն կրթական ծրագրի նպատակն է հավասար կրթություն ապահովել Հայաստանի բոլոր երեխաների համար, անկախ իրենց գյուղաբնակ թե քաղաքաբնակ լինելու հանգամանքից։ Սիրելի շրջանավարտներ, ես ուզում եմ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորել ձեզ Երևանի Պետական Համալսարանի մագիստրատուրան հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։ Ուզում եմ ձեզ մաղթել մեծ հաջողություններ ձեր աշխատանքային գործունեության մեջ։ Ես հուսով եմ, որ դուք ձեր ներդրումը կբերեք մեր հանրակրթական դպրոցի զարգացման գործում և վստահ եմ, որ ձեր նվիրական գործը վարակիչ կլինի մեր մյուս երիտասարդների համար։ Դիպլոմը տրվում է Մարկոսյան Թերեզային։ Գերազանցության դիպլոմը տրվում է Ներսես Խառատյանին։ Ես Ներսես Խառատյանն եմ, ԵՊԻ-ի արդեն շրջանավարտ մագիստրոսական ծրագրի, ուսուցչական առաջնորդություն մագիստրոսական ծրագրի։ Ծրագիրը կազմակերպված էր Դասավանդի Հայաստան ծրագրի շրջանակներում, համատեղ է ստեղծվել, եւ ես աշխատում եմ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ծավ գյուղում այսօր որպես պատմության հասարակագիտության ուսուցիչ եւ առիթ էր ընձեռվել մասնակիցը կազմելու այս ծրագրի։ Այսօր արդեն շրջանավարտ ենք փաստացի, ինչա տալիս այս մագիստրոսական ծրագիրը ստերևույթին, մագիստրոսական հնարավորություն տալիս է ճկունություն առաջին հերթին։ Ինչա սա նշանակում։ Ապրել համայնքում, աշխատելով քո գյուղում, քո դպրոցում, դու հնարավորություն ես ունենում զարգանալ եւ կրթվել։ Ցավոք սրտի այսօր Հայաստանում մի փոքր բուհերում խնդիր ունենք այս առումով, որ ես աշխատում եմ, ունեմ ժամանակային խնդիրներ եւ այլն, գործող ուսուցիչ եմ առավելևս, ինչպես զարգացնեմ իմ մասնագիտական հմտությունները, կարողունակությունները։ Սա թերևս լավագույն հնարավորություններից մեկը կարող ենք դիտարկել այս պարագայում։ Ինչու հայտնվել այս ամենում եւ ինչու մասը կազմել այս ամենի, որովհետեւ Դասավանդի Հայաստան ծրագիրը որպես այդպեսին հնարավորություն է տալիս մարդկանց Հայաստանում շատ լուրջ փոփոխությունների մասը կազմելու։ Կրթությունը դա հիմքն է կայուն ու զարգացած ավելի հզոր պետություն ունենալու համար։ Եվ Դասավանդի Հայաստան ծրագրի միանալով մենք հնարավորություն ենք ունենում աշխատել երեխեքի հետ, համայնքներ տեղափոխվել սահմանամերձ, որտեղ որ ուղակի ունենք այս բացը եւ որտեղ որ չկան ուսուցիչներ ու կան բավական մեծ խնդիրներ այս մասով եւ կրթության հավասարության մասին այս բaragam խոսք գնալ անգամ չի կարող, իսկ Դասավանդի Հայաստանը հենց պայքարում է կրթության հավասարության համար, որպեսզի յուրաքանչյուր երեխա Հայաստանի Հանրապետությունում ծնված ունենա հավասար կրթության իրավունք, այսինքն չունենանք մենք պակաս ուսուցիչներ, որի պատճառով երեխան չի ստանա այդ կրթությունը։ Եվ Դասավանդի Հայաստան ծրագրի շրջանակներում արդեն կարող ենք դիմել նաև այս մագիստրոսական ծրագրում որպես ավելի խորը եւ ակադեմիական կրթություն եւ ակադեմիական գիտելիքներ ձեռք բերելու համար։ Թերևս հիասքանչ առիթ է մարդկանց համար, ովքեր ուզում են փոխել իրենց կարիերան կամ ովքեր որ նոր են սկսել, նոր են ավարտել ու ուզում են ավելի զարգանալ, սա կարող է շատ լավ առիթ հանդիսանալ բոլոր երիտասարդների եւ ոչ միայն համար ունենալ առավել լավ ու կայուն գիտելիքներ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում արկա դրամատիկ իրավիճակը չեմ վախենա այս բառից այս ոլորտում այս կրթական ծրագրերին տվեց երկրի համար ռազմավարական նշանակություն եւ դեր եւ դուք բոլորդ այսօրվա շրջանավարտները վաղվա մեր արժեքների հասարակության ապագայի գրողներն եք եւ ձևավորողներն եք։ Ինքս առիթ ու հնարավորություն եմ ունեցել լինելու Դասավանդի Հայաստանում այն ժամանակահատվածում, երբ այս ծրագրերը նոր սահմանավորվում էին, դեռևս գաղափարի փուլում էին եւ մենք խոսում էինք, մտածում էինք մեր տարիների փորձառությունը, մեր ստեղծած բովանդակությունը
ֆորմալ տիրույթ բերելու մասին։ Եվ դա մտածում էինք եւ կարճաժամկետ ծրագրերի տեսանկյունից, կարճաժամկետ ակրեդիտացիայի տեսանկյունից եւ իհարկե բոլորի սրտում կար նաեւ մագիստրոսական ծրագիր ունենալու այդ փափագը, որը այսօր իրականություն է։ Այս ծրագիրը եւ նմանատիպ ծրագրերը դրա վառ օրինակն են, թե ոնց է մեկ կազմակերպության գիտելիքը դառնում հասանելի եւ ավելի մասշտաբային։ Եվ կարծում եմ, որ թյուր է այն կարծիքը, որ նորարարությունը պետք է ինքն իրենով լինի, առանձին լինի։ Հակառակը կարծում եմ, որ նորարարությունը եւ 100-ամյա փորձը, որ ունի այս բուհը, տեսությունը, ակադեմիան եւ աշխատանքային փորձառությունը, մասնավորը եւ պետականը պետք է ոչ թե հակադրվեն, այլ համադրվեն եւ այս ծրագիրը այդ առումով շատ օրինակելի է։ Երբ որ ես հետադարձ հայացք եմ նետում կրթության կազմակերպում մեր առաջին մագիստրոսական կրթական ծրագրի անցած ճանապարհին, որը 27 տարվա արդեն ասացի կենսագրություն ունի, աներկբա է նրա զարգացման առաջընթացը։ Տարի այդ կրթական ծրագիրը առավել կատարելագործվում է, անդադ զարգանում է եւ այսօր մենք ոչ միայն վարչական կադրեր ենք պատրաստում արդեմ ուսուցմամբ մեր հանրակրթության եւ բարձրագույն կրթության ոլորտների համար, այժմ նաեւ նախատեսում ենք այս ծրագիրը օտար լեզվով, անգլերենով կազմակերպել distant learning-ով, այսինքն հեռավար ուսուցմամբ եւ այնտեղ մենք ունենք շատ մեծ պահանջարկ, տարբեր երկրներից կան պահանջարկներ, հիմա արդեն պատրաստվում ենք եւ այս կրթական ծրագիրը 1-2 տարի հետո արդեն մենք իրականացնենք օտար լեզվով արտասահմանցի նաեւ ուսանողների համար։ Իսկ ինչ վերաբերում է ուսուցչական առաջնորդություն կրթական ծրագրին, սա արդեն գործատու համասարան համագործակցության շրջանակում է տեղի ունեցել այս ծրագրի վերաբերյալ գաղափարի մտորումը եւ դրա իրականացումը։ Երբ 2022 թվականին պետական համալսարանի եւ դասավանդիր Հայաստանի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր, մենք կնքել ենք երկու պայմանագիր, 22-ին կրթական համագործակցության, 23-ին դասավանդիր Հայաստանի հետ կնքել ենք նաեւ գիտական համագործակցության պայմանագիր։ Այս պայմանագրի շրջանակներում որոշվեց բացել այս կրթական ծրագիրը, որովհետեւ այս ծրագրի հիմնական նպատակն է ուսուցիչ առաջնորդներ պատրաստել Հայաստանի հեռավոր մարզերի, սահմանամետ շրջանների, գյուղերի, դպրոցների համար, որովհետև այդտեղ մեծ պահանջարկ կա ուսուցչական կադրերի, որովհետև մեծ պակաս կա այնտեղ։ Եվ այս ծրագիրը իրականացվում է պետական համալսարան դասավանդիր Հայաստան հիմնադրամի հետ համատեղ։ Սա մի շատ կարևոր համակարգի վրա է սովորել աշխատելով։ Սա կոչվում է աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն համակարգ։ Ամբողջ աշխարհում դա տարածված է եւ արդեն 2 տարի մենք իրականացնում ենք այդ համակարգով։ Անկախ նրանից նրանք գյուղաբնակ երեխա են, թե քաղաքաբնակ պետք է ստանան հավասար կրթությունը։ Այս ծրագրի մեծ նպատակը նաեւ դա է։ Ոչ միայն կադրերի, այլ նաև երեխաների իրավունքների պաշտպանության հարցում ամփոփելով այս 3 կրթական ծրագրի արդյունքները մենք ուզում եմ փաստել, որ մեր ուսանողների մեջ գերազանցության դիպլոմով ուսանողների թիվը տարի ավելանում է։ Սա այն կարևոր հանգամանքն է, որ կրթության որակը անընդհատ բարելավում է եւ զարգանում է։